Ինչու էին ցեղասպանության ժամանակ հայ կանանց դեմքին ու պարանոցին դաջվածքներ անում։ Ցեղասպանության ընթացքում գերեվարված հայուհիները հայտնվում էին հարեմներում կամ թուրք ընտանիքներում ծառայի կարգավիճակով, կամ նրանց ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել։ Ցեղասպանություն վերապրած կանանց լուսանկարներում հաճախ են հանդիպում նույն դրամաբանությամբ, սակայն անհասկանալի պատկերներով դաջվածքները։ Որոշ պատմաբաններ նշում են, որ մարմնավաճառությամբ կամ որևէ թուրքի հարեմում հայտնված հայ կանանց տարբերակելու համար նրանց դեմքին այդպիսի դաջվածք են արել։ Սա պատժի մի տեսակ էր, որ կինն իր հետ ամբողջ կյանքում տանելու էր։ Անգամ գերությունից փրկվելուց հետո կանայք ապրում էին այդ պատժի հետ։ Շատերն ինքնասպան էին լինում, շատերն էլ մահանում փորձելով վիրահատության դիմել։ Օրինակ, սա հոդվածը հենց վիրահատության մասին, սակայն հաշվի առնելով ժամանակները դժվար էր խոսել լավ արդյունքի մասին, իսկ վատագույն դեպքում կանայք մահանում էին։ Սա դաջվածքների վերաբերյալ ամենատարածված վարկածն է, սակայն ոչ միակը։ Իսկ սա հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս ժամանակավոր ցուցադրությունն է։